Սիրելի հայրենակիցներ, մենք անգամ ևս ողջունենք այս մեր հաղթական երթը հունիսի 7-ին համար մենք ընտրում ենք Սիրելի հայրենակիցներ, ականատես եղանք, ինչպես ամբողջ ճանապարհին մեր հայրենակիցները ողջունում էին մեր երթը և իրենց աջակցությունը բերում։ Եվ ուրեմն այս ամբողջ աջակցության արձանագրումը պետք է լինի հունիսի 7-ին ընտրատեղամասերում վերջ տվելով այս իշխանությանը և ընտրելով Հայաստանը հունիսի 7-ի համար Սիրելի հայրենակիցներ, Ազատության հրապարակից այս երթը մեկնարկելով մենք հասանք Մատենադարան, որը մեր ինքնության, մեր ազգային նկարագրի ամենաիսկական արտահայտությունն է։ Եվ այստեղ այսօրը ամփոփելով ուզում ենք ասել, որ պայքարը մեր ինքնության համար է։ Խոսքը փոխանցում է Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շնորհակալություն, ժողովուրդ ջան։ Հասկանում եմ, որ պիկապի կուզովից խոսալը հոգեկանի մենաշնորհն է, բայց ուղղակի այստեղ ուրիշ ելք չունենք։ Շնորհակալություն բոլորիդ մեր այսօրվա հանրահավաքին և կերտին մասնակցելու համար։ Շնորհակալություն։ Ուրեմն, բայց մեր հիմնական աշխատանքը արժևում է մի քանի օր լարված աշխատանք բոլոր հարևանների, ընկերների, բարեկամների հետ։ Պետք է համոզենք, որ ճիշտ ընտրությունը համար 17-ն է։ Եթե ուզում ենք Հայաստան, ուրեմն համար 17։ Ով քվեարկում է 16, քվեարկում է Ալիևի համար։ Ուրեմն, բոլորս միասին, ևս մեկ անգամ, հունիսի 7, համար 17, հունիսի 7, համար 17, միասին, 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 այ հիմա ձեր ցավը տամ։ Մեր մի մասը դեռ չի ասել, բայց չարս արդեն ասել։ Շնորհակալություն, ուրեմն բոլորս վաստակել ենք մի քիչ հանգիստ, մի ժամ, երկու ժամ, հետո աշխատանքները պիտի շարունակենք։ Շնորհակալություն։